Հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Սահակյանը ծնվել է 1863 թվականին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, Մոսկվայի Պետրովյան Ռազումովյան գյուղատնտեսական ակադեմիան, գյուտի եւ գիտական աշխատանքի հեղինակ է։ Եղել է Հայկական գյուղատնտեսական միության նախագահ, խմբագրել է Հարաճ թերթը եւ Գյուղատնտեսություն հանդեսը։ 1909-1912 թվականներին ձերբակալվել է դաշնակցության գործով։ 1917 թվականին եղել է Անդրկովկասյան Սեյմի անդամ, նախարար, 1918-20 թվականներին Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ, 1919 թվականին նաև հանրային խնամատարության եւ աշխատանքի նախարար, 1921 թվականից հետո ապրել է Իրանում, Իրաքում, Լիբանանում, աշխատել գյուղատնտես, մահացել է 1933 թվականին Բեյրութում։ Կինը Վարվարա Սահակյանը Հայաստանի խորհրդարանի պատգամավոր էր։ Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանին։ Մեր հաղորդման հյուրն է պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։ Բարի գալուց պարոն Ներսիսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Ներսիսյան, պետականության վերականգնման 100-ամյակի այս նշման շեմին հետադարձ հայց գցկելով կարծես թե առաջին հանրապետության բոլոր պետական քաղաքական գործիչների նկատի ունեմ քիչ թե շատ աչքին գնող բոլորին գիտենք գոնե ընդհանուր գծերով համենայն դեպս լավ ճանաչում ենք, սակայն պարզվում է, որ այդ գործիչների շարքում կա մեկը, ում ոչ միայն ցավոք չգիտենք, այլև անգամ անունը չենք լսել։ Եվ ավելին, այդ մեկը, այդ անծանոթը ոչ ավել ոչ պակաս նույն այդ առաջին հանրապետության խորհրդարանի նախագահն է։ Ինչով է պայմանավորված այդ ամենը։ Դա նախ եւ առաջ պայմանավորված է ձեր հիշատակած գործի համեստությամբ, ծայրահեղ համեստությամբ, որ չնայած այն մեծ ավանդին, որ նա ունի եւ հայ քաղաքական մտքի զարգացման առումով եւ հայոց նոր պետականության արարման առումով եւ նաեւ որպես գյուղատնտես, որպես գիտնական, այդ բոլորի հետ մեկտեղ նա եղել է ծայրահեղ համեստ եւ նաեւ դրանով է ինչ որտեղ պայմանավորված նրա կեղծ անունը Հայր Աբրահամ, դա իրոք համարվել է աստվածաշնչյան կերպար, շատ խիստ համեստ։ Հիմնականում դրանով եւ նաեւ դրանով, որ մենք պատմաբաներս շատ հաճախ ավելի շատ հակված ենք եղել այդ խորհրդային շրջանում բարձրացնելու այն մարդկանց, որոնց անունը ավելի շատ շրջանառվել է։ Սփյուռքում էլ ինչքան տեղյակ եմ, Սփյուռքում էլ նրա մասին գրեթե ոչինչ չկա։ Նաեւ Սփյուռքում իհարկե թող անհամեստ չնչի, ես ինքս մի ստվար հատոր եմ պատրաստել, հրատարակել եմ 15 տարի առաջ երկու հրատարակությամբ Հայր Աբրահամ, բայց չնայած դրան էլի քչերը հիմնովին պատկերացում ունեն այս մեծ մարդու մասին, որը իսկապես մեծ ոչ թե հիմնովին պատկերացում չեն լսել անունը։ Նույնիսկ ոմանք չեն լսել, այո, չեն լսել, բայց նա իսկապես շատ մեծ դեր ունի մեր ազգային ազատագրական պայքարի կազմակերպման գործում, ինչու՞ չէ նաև որպես կուսակցական դաշնակցության նշանավոր անդամ, նա բազմիցս եղել է դաշնակցության բյուրոյի անդամ, երկը հիմնականում նա եղել է Թիֆլիզում, եւ այդ կուսակցական գործերին զուգընթաց նաև Թիֆլիզի, ավելի ճիշտ Կովկասի հայ գյուղատնտեսական ընկերության ղեկավարն էր, նա հմուտ գյուղատնտես էր, գյուտել ունի, որը կոչվել է իր անունով, եւ նա շատ բազմազբաղ կյանքով է ապրել։ Առավելևս եթե այդքան մեծ վաստակ ունի, Ավետիք Սահակյանը, դա կարելի է վերագրել դրանով հանդերձ այդ ծայրաստիճան համեստությունը կարծես թե աններելի է։ Նրա կողքով անցել են հպացի գրել ու անցել են ենթադրենք Սիմոն Վրացյանն է, մյուս գործիչները Խատիսյանը, ովքեր հանրապետության շրջանի վերաբերյալ աշխատություններ, ուշադրություններ են տողել, ցավոք սրտի խորությամբ չեն գրել, դե հիմա գիտեք ինչ է, հերոսը քաղաքական գործիչը պետք է ունենա նաև իր բախտն ու ճակատագիրը, այս մարդու բախտը այդ տեսանկյունից չի բերել։ Կամ մենակ քաղաքական գործունեությունը սկանդալներով կամ նման արտարոց դիպվածներով լեցուն չի եղել։ Համեստ, ասենք
այդ լարված քաղաքական իրավիճակներում Հավատավոր իր խոսքը վերջում ասող գաղափարականի նման։ հավատավոր գաղափարի նման ուրեմն լուր անտրտունջ իր գործն է արել հանուն մեր հայ ժողովրդի ազատագրության հանուն մեր պետականության կերտման։ Պարոն Ներսյան, ճիշտ է, Ավետիք Սահակյանը ճանաչված է կամ այժմ պիտի փորձենք հիմնականում կամ ավելի շատ ներկայացնենք որպես առաջին հանրապետության խորհրդանի նախագահ, սակայն դուք արդեն ձեր խոսքում հիշատակեցիք, նա որոշակի վաստակ ունի եւ ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ մինչեւ 1918 թվականը։ Խնդրում եմ այդ մինչեւ հանրապետության շրջանի նա գործունեության բնութագիրը տակ։ Նա բազմիցս ընտրվել է Հայ-Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի, Արևելյան բյուրոյի անդամ, հատկապես ուրեմն մեծ դերակատարություն է ունեցել 1905-6 թվականների այդ հայ-թաթարական կռիվների ժամանակ, ուրեմն երբ որ այդ կռիվները ռազմական գործող մարտական գործողությունների մասնակից չեղել ոչ թե մարտական, ոչ թե որպես մարտական, այո, դրամայի ճանաչված չէ, այո, ոչ թե որպես մարտական գործիչ, այլ զուտ գաղափարական գործիչ, եւ հետո այդ կռիվներից հետո դուժած հայ ազգաբնակչությանը մասնավորապես Նախիջևանի շատ մեծ օգնություն է ցուցաբերել գյուղացիներին, ինքը լինելով այդ գյուղատնտեսական ընկերության նախագահ։ Այդ ժամանակահատվածում, երբ որ Դաշնակցությունը որտեղ չէ խմբագրել։ Հա, թերթերել է խմբագրել, առաջ տարբեր թերթեր Դաշնակցության բյուրոյի հրատարակած այդ տարասկզբին ռուսական տեղափոխության շրջանում, իսկ երբ որ Դաշնակցությունը որտեղ գրեց Կովկասյան նախագիծը, դրանից հետո արդեն նա ինքը ուրեմն նույնպես որպես Դաշնակցության ազդեցիկ նշանավոր դեմքերից մեկը, որտեղ գրեց նաև հակացարական կեցվածք, ինչպես ամբողջ Դաշնակցությունը, եւ այդ առաջի ռուսական հեղափոխությունից հետո, երբ որ Ստոլիպինը արդեն դարձավ վարչապետ եւ սկսվեցին Լեժինյան հալածանքները, ինքը դարձավ այս Լեժինյան հալածանքների զոհ, նրա վրա գործ սարքեց այդ Նովոչերկասկի դատական քննիչ Լիժինը եւ հսկա ծավալուն մի գործ, որ ես ուսումնասիրել եմ, եւ այդ գործում նրան մեղադրանք առաջադրեցին իբրև թե քաղաքական գործունեության համար, որը միտված էր ցարի տապալմանը եւ նրան աքսորեցին այդ Դաշնակցության դատավարությունը երբ որ տեղի ունեցավ 1912 թվականին մինչեւ նա նստել է ուրեմն ռուսական բանտերում եւ նրան դատապարտեցին աքսորի եւ այդ ընթացքում ուրեմն նա բազմիցս դիմել է ցարական դատարանին որ եւ փաստերով հիմնավորել է որ ինքը անմեղ է, բայց այդ շրջանում անմեղ մեղավոր չէին նայում, ընդունված էր այդ շրջանը կոչվել ռեակցիայի շրջան։ Դատարանից հետո դատից հետո արդեն հիմա երբ որ առաջին աշխարհամարտից առաջ, դեք ինչն էր հետաքրքիրը, ցարիզմը, որը որտեղ գրել էր հայկական կեցվածք եւ դեմ էր առհասարակ հայ ազատագրական պայքարին, որովհետեւ այս կուսակցության նաև Հայր Աբրահամի գործունեության արդյունքում էր որ ձախողվեց հայ թաթարների միջով Կովկասահայերի նյութական եւ ընդհանրապես քաղաքական զորությունից զրկելու այդ ծրագիրը հանկարծ ցարիզմը արագընկալորեն փոխվեց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հայկական հարցի վերաբացման շրջանում եւ այդ դատավարությունը որ տեղի ունեցավ Պետերբուրգում ընդ որում փաստաբանն Կերենսկին էր ոմանց արդարացրեցին եւ քչերին ասենք մենակ 6 հոգու ուղարկեցին դաշնակցության բայց շատ չանցած երբ որ դաշնակցություն ներողություն երբ որ Ռուսաստանը ներկայացվեց պատերազմի մեջ այս մարդկանց ազատեցին բանտերից նաեւ Հայր Աբրահամին ինչի համար որովհետեւ ցարիզմը սկսեց իրեն վաղեմի քաղաքականությունը կյանքի կոչել որ մենք Թուրքիայի դեմ պատերազմելով նաև կլուծենք Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը եւ ցավոք սրտի շատերը լծվեցին։ Դե մեզ համար կարևորը հանրապետության հռչակմանը ու նախորդած շրջանում եւ դրանից հետո Սահակյանի գործունեությունն է։ Դա ասեմ որ դրա երբ որ արդեն տեղ ունեցավ Պետրվարյան ռուսական Պետրվարյան մեծ հեղափոխությունը արդեն ուրեմն Ավետիք Սահակյանն մյուս նշանավոր գործիչների հետ նրանք Թիֆլիզում էին եւ այստեղ նրանց դերակատարությունը կտրուկ ավելացավ ինչ պահով որ արդեն աստորեն Պետրվարյան հեղափոխությունից հետո իսկ
աստիճանաբար, իսկ հոկտեմբերյան հեղաշրջումից հետո միանգամից սկսվեց այս տարածաշրջանը Կովկասյան ռազմաճակատը նաև չէ, ռուսական ռազմաճակատային գիծը դատարկվել ռուս զինվորներից։ Ռուսաստանը այս տարածաշրջանում սկսեց ապրել տեղատվության շրջան։ Եւ այդ ժամանակաշրջանում էր, որ Իհայտ է գալիս մեր հայրենակցի նաև պետական երբ որ անդրկովկասյան ժողովուրդները միավորվեցին անդրկովկասյան դաշնային պետության մեջ, որը նախ կոչվում էր անդրկովկասյան կոմիսարիատ եւ Սեյմ, Սեյմի ընտրության դա անդրկովկասի կառավարությունն էր։ Կովկասի կառավարությունն էր, Ավետիք Սահակյանը Սեյմի անդամ էր, իսկ ասենք Չխենկելին երբ որ դարձավ Սեյմի ղեկավար, նա 3 հայ նշանավոր գործիչների Քաջազնունու Խատիսյանին եւ Ավետիք Սահակյանին հրավիրեց իր կաբինետ, պորտֆելներ տվեց եւ Ավետիք Սահակյանը նախարար Սեյմում նա պարենավորման նախարար էր, երբ որ Կարսը վրացիների դավադրությունների արդյունքում Չխենկելու հանձնվեց առանց կրակոցի, նրանք մի պա պորտֆելները հետ վերցրեցին, բայց հետո նորից ստիպված քաղաքական իրավիճակից ելնելով նորից մտան այդ կառավարության կազմի մեջ։ Իսկ արդեն երբ որ ուրեմն հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Առաջնաբար առանձին կանդրադառնանք, այժմ հարգելի բարեկամներ, լսենք Ավետիք Սահակյանի խոսքը առաջին հանրապետության հռչակման վերաբերյալ եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անկախության օրը կդառնա մեզ համար պատմական եւ կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում, ինքնուրույն քաղաքական եւ տնտեսական զարգացման համար։ Այս օրը կմնա միշտ հիշատակելի եւ այն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազանքն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում։ Հայ ժողովրդի արյան դատը անկասկած պետք է ստանա իր նպաստավետ եւ արդար լուծումը։ Այդ դատը մարդկության խղճի, պատվի եւ իրավունքների դատն է, մարդկության գոյության հարցն է, որը ոչ ոք չի կարող ժխտել։ Պարոն Ներսյան, Ավետիք Սահակյան, առաջին հանրապետության խորհրդարանի օրենսդրական մարմնի ղեկավար։ Օրենսդրական մեր աշխատանքները արդեն մեր հանրապետությունում ակտիվ ծավալված են, օրենսդիրներին մեծ մասին անգամ դեմքով ենք ճանաչում, սակայն առաջին հանրապետության այդ ողջ տարիների ընթացքում, այդ 2.5 տարվա ընթացքում ունեցավ մեկ նախագահ, ազգային ժողովը ներկա տերմինով նախագահին ոչ մեկը չգիտի։ Ինչպես էր Ավետիք Սահակյանը որպես խորհրդարանի նախագահ։ Ուրեմն մենք գիտենք, որ 1917 թվականի սեպտեմբերի Թիֆլիսում տեղի ունեցած արևելահայերի առաջի համագումարի ժամանակ ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ, որի նախագահը Ավետիք Սահակյանն էր։ Հիմա Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո բնականաբար շատ չանցած ընտրվեց գործադիր մարմին եւ օրենսդիր մարմին։ Օրենսդիր մարմինը ոչ թե ընտրվեց, այլ Հայոց ազգային խորհուրդը իր անդամների 1/3-ի թվով ավելացնելով իր կազմը, որի մեջ իհարկե մտնում էին ոչ միայն դաշնակցականներ, 46 հոգի էին դաշնակցական, 46 հոգի էին ամբողջ կազմը, 18-ը դաշնակցական էին եւ Ավետիք Սահակյանը մտավ այս խորհրդի կազմի մեջ։ Եվ քանի որ Ավետի Սահարոնյանը պիտի մեկներ պոլիսուր, իբրև թե պիտի տեղի ունենար մեծ տերությունների վեհաժողով, ուրեմն այդ Հայոց ազգային խորհուրդը, որը անվանվեց Հայաստանի խորհուրդ, նախագահ ընտրեց Ավետիք Սահակյանին եւ փաստորեն նա դարձավ Հայաստանի առաջին օրենսդիր մարմնի նախագահ, իսկ երբ որ կառավարությունը Քաջազնունու գլխավորությամբ եւ նաեւ օրենսդիր մարմնի շատ անդամներ Թիֆլիսից եկան Հայաստան եւ հուլիսի 17-ին նրանք արդեն ժամանեցին Երևան, օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի առաջին նիստը 1918 թվականի օգոստոսի 1-ին եւ այդ նիստը բացեց Ավետիք Սահակյանը, որը շատ հետաքրքիր ելույթով հանդես եկավ, ընդ որում ցույց տվեց այստեղ նաև իր քաղաքական հեռատեսությունը, որ Հայաստանը թեպետ հիմա նեղ վիճակում է, ժամանակավորապես, բայց ես համոզված եմ, որ Հայաստանի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով եւ եկող տարի արդեն մենք կունենանք ավելի լայն սահմաններով Հայաստան եւ գիտեք, ընդհանրապես Ավետիք Սահակյանը Հայաստանի Հանրապետության օրենսդիր
մարմինի, իսկ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է 2 օրենսդիր մարմին։ Հայաստանի խորհուրդը, որը ասեցի, չի ընտրվել, իսկ 1919 թվականի փետրվարի 28-ից, երբ որ արձակվեց Հայաստանի խորհուրդը, հունիսին տեղի ունեցավ խորհրդարանի նոր ընտրություն, միակ ընտրությունն է ժողովրդավարական Հայաստանում եւ ձևավորվեց նոր խորհրդարան 80 հոգյանոց կազմով, այս նոր խորհրդարանի նախագահը էլի Ավետիք Սահակյանն էր եւ էլի այդ առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, որ նա հանդես եկավ ելույթով եւ ասաց, որ ես անցած տարի այս նույն օրը այսպիսի բան եմ ասել Հայաստանի սահմանների վերաբերյալ, իսկ հիմա տեսնում ենք, որ այդ սահմանները աստիճանաբար ընդլայնում են։ Դե արդեն առաջնահերթության գոյության այդ երկու տարիներին խորհրդանի նախագահը մի կարճ ժամանակ եղել է, ասենք մի կարճ ժամանակ, որ ինքը նաեւ եղել է փոխվարչապետ։ Ընդ որում Ավետիք Սահակյանը նաեւ շատ մեծ դերակատարություն ունի ուրեմն Հայաստանը սովից փրկելու տեսանկյունից։ Նա գնացել դիմել է ամերիկյան ընկերություններին, գնացել է արտասահման, խնդրել է բարերն օգնություն եւ այդ սերմացու ինքը նաեւ 19 թվականի գարնանը այդ որ բնականաբար Հայաստանում սով էր, այդ սերմացուն ամբողջ ինքը բերեց եւ արդեն աշնանը դրությունը բարելավեց։ Ինքը շատ համեստ, բայց այդ համեստության զուգընթաց շատ արդյունավետ գործունեություն ունեցող մարդ է եղել, շատ խելացի, հեռատես եւ ընդհանուր առմամբ նրա ամբողջ գործունեությունը միտված է եղել հայոց պետականության ամրապնդմանը։ Նա ինքը եղել է ժողովրդավարական պետության կողմնակից, այդ հայեցակետն է ոչ թե գրել, բայց երբ որ ասենք արտաքին եւ ներքին դավադրություններով պայմանավորված հաղթել է կուսակցության մեջ, դաշնակցության մեջ այն թևը, որը գտնում էր, որ ներկա իրավիճակում բոլոր պայմանները հասունացած չեն, ժողովրդավարական երկիր կառուցելու համար պետք է ստեղծեն կուսակցական դիկտատուրա եւ ասենք օրինակ եւ մայիսի 5-ին, երբ որ դաշնակցության բյուրոն նիստ արեց եւ պահանջեց Խատիսյանի հրաժարականը եւ բյուրոն ամբողջ անցավ իշխանության, խորհրդարանը արձակվեց փաստորեն 3 ամսով։ Ավետիք Սահակյանը երբեք չհակադրվեց։ Այն ինչ որ նա մտածում էր, որ այն քայլերը քաղաքական եւ այլն, որ տվյալ պահին իսկապես բխում են հայկական պետականության շահերից, նա դրան չէր հակադրում։ Եվ նա լուռ ու մունջ ուրեմն արդեն էլի մասնակցում էր։ Ավետիք Սահակյանն էր, որ ելույթ ունեցավ միացյալ եւ անկախ Հայաստանի այդ ակտի հռչակման ժամանակ 19 թվականի մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանի ելույթից հետո։ Մի խոսքով նա շատ հարգված մարդ էր։ Գրկում եմ նրա հենց այդ անունն է Հայր Աբրահամ, ոնց որ Սրբի խորհրդանիշ տարեց մարդուն։ Նա Սրբի կերպարանքով եւ սա միակ եւ անփոփոխ նախագահ եւ ես ասեմ, որ ես ասում առանց չափազանցնելու, ես ինքս նրա մասին նաեւ միակ աշխատության հեղինակն եմ, ուրեմն եւ այդպիսի վերնագիր էլ այնտեղ կա խորհրդանի անփոփոխ նախագահ։ Այս մարդն է եղել անփոփոխ նախագահ, իբա եղել է Շանթե փոխ նախագահ, ուրեմն Հովսեփ Արգուտյանը փոխնախագահ, բայց մի կար ժամանակ էլ եղել է, որ Հովսեփ Արգուտյանն եղել, բայց մի քանի օր հետո որոշեցին, որ չէ, այսինքն այդ ամենը պարոն Մերսյանի մեն համեստությամբ չէր պայմանավորված։ Նա այդ որթե գրած կեսվածքով հավանաբար թե նա նկատմամբ ունեցած այդ համատարած հարգանքով։ Այո, հարգանքով ինքը երբեք չի նետվել առաջ, իր անձը չի դրսևորել, ինքը գործել է։ Օրինակ մի քիչ եթե հետ գնամ, ասեմ օրինակ երբ որ ցարական զորքերը վերջապես գրավեցին Արևմտյան Հայաստանը արդեն ցեղասպանությունից հետո, այս մարդը վեր կացավ ամիսներ շարունակ գնաց Վան եւ տարբեր բարեգործական ընկերությունների, նաեւ իր ընկերության միջոցով ուրեմն Վանի գյուղացիներին էր օգնում սերմնացույով, ուրեմն գյուղատնտեսական աշխատանքներ էր կազմակերպում, մինչև տեղի ունեցավ այդ ռուսական զորքերի նահանջը, խոսքի վերաբերում է 15 թվին։ Իսկ Հայաստանի Հանրապետության անկումից հետո, երբ որ բյուրո կառավարությունը հրաժարական տվեց, քանի որ արդեն Լեգրանը պահանջեց, որ Հայաստանը պիտի հռչակվի խորհրդային, մի անգամ եւս նիստ գումարվեց արդեն նոյեմբերի 23-ին այդ հրաժարականը ընդունվեց, էլի ինքն էր այդ նիստը ղեկավարում եւ Վրացյանը արդեն դարձավ իշխանության, եկավ իշխանության գլուխ դարձավ վարչապետ 7-9 օրվա ընթացքում, իսկ երբ որ արդեն հայ հեղկոմը եկավ իշխանության դեկտեմբերի 2-ի տրոլեգրան համաձայնագրից հետո
ու սկսեցին հալածանքները, այս մարդուն նույնպես ձերբակալեցին։ Նրա տունը արգրավեցին Երևանում, նրա տունը, եւ զավեշտալին այն է, որ այս մարդուն ուրեմն ձերբակալեցին իբրև թե սպեկուլյացիայով զբաղվելու ուրեմն համար։ Ով Ավետիք Սահակյան։ Իմիջիայլոց նրա կինն էլ խորհրդարանի 3 կին падգամավորներից մեկն էր, Վարվարե Սահակյանը, որը Պարոն Ներսյան, այնպես տպավորություն չստեղծվի, որ անընդհատ դուք շեշտում եք համեստ, գործիչ էր, համեստ, սակայն Չգիտեք, համեստ ես կինը ամենևին որ падգամավոր դարձավ, ամենևին էլ նրա կինը հայտնի կուսակցական գործիչ չէ, ոչ այդ պատճառով։ Ես ուզեցա շեշտել, որ նրա կինն էլ նույնպես ամուսնու նման ազգանվեր մարդ էր։ Այս մարդիկ բարի իսկական իմաստով հետո տառապյալներ դարձան, երբ որ Պետր ուրեմն չեկան նրանց ակսորեց, իմիջիայլոց Ավետիք Սահակյանի տունը չեկան դարձրեց իր նստավայրը, առաջին նստավայրը։ Այս տունը արգրավեցին, հետո նրան ձերբակալեցին եւ այդ Պետրվարան ապստամբության շնորհիվ նա ազատվեց, հետո ճառ արտասանեց ինքը, երբ որ նրան ազատեցին, վերջից անեցին։ Դրանից հետո երբ որ Պետրվարան ապստամբությունը պարտվեց, նա դարձավ արդեն տարագիր, անցավ Պարսկաստան, միջած Իրանում անգլիական իշխանությունների հատուկ որոշմամբ նա նշանակվեց գյուղատնտեսական նախարարությունում շատ պատասխանատու ուրեմն պաշտոնի, պես գյուղատնտես եւ կարելի ասել, որ փրկեց տեղի բնակչությանը սովից, քանի որ ինչ-որ մի միջատ կար, որը այդ հացաբույսերը վնասում էր եւ երկիրը կանգնել էր սովի առաջ։ Եվ այս ազնվորությունն էր, որ այդ թույնը գտավ, որը նաև իր անունով են կոչել այդ գյուտը եւ փրկեց պաստորեն այդ ամբողջ հացահատիկը։ Պարոն Ներսյան, ամփոփելով հաղորդումը, նա պաստորեն կարող ենք ասել, որ Ավետիք Սահակյանը ամբողջ կյանքում ինչ մա այդպես էլ մնաց, մինչև նա այդպես մնաց եւ իր կյանքի վերջի տարիները, երբ որ այստեղ այս պաշտոնը կրճատվեց, նա անցավ Բեյրութ։ Եվ ուրեմն նա կարելի ասել, որ կարկատած հագուստների մեջ էր այս համեստ մարդը։ Նա ուներ 2 որդի, երիտասարդ մի որդին մահացավ Արմեն Սահակյանը։ Ինքն էլ որդին մահացավ 1932 թվականի ապրիլ ամսին։ Մի տարի հետո նույն որդու մահանալու օրը ուրեմն ուղեղի արյունազեղումից մահացավ նաև այս մարդը։ Եվ ժամանակի թերթերի արձագանքները նրա մահվան կապակցությամբ, երբ որ նայում ենք, կարծում ենք, իսկապես տեսնում ենք, որ իրոք այս ազնվորությունը դերևս բացառիկներից էր, որի անձի վերաբերյալ, որի գործունեության վերաբերյալ, քաղաքական գործունեության վերաբերյալ, առհասարակ գործունեության ցանկացած ոլորտի վերաբերյալ, ոչ մեկը ոչ մի թերություն չի մատնանշում։ Եվ նա մի օրինակելի կերպար էր։ Օրինակելի կերպար էր եւ դուք հաղորդման սկզբում ճիշտ նշեցիք, որ իսկապես այս ազնվորությունը չնայած իր արած մեծ գործին, դժվար է իհարկե 15-20 րոպեի սահմաններում նրա գործի յուրաքանչյուր փուլ ուրեմն մի հատորի է արժանի եւ սա ես ասում եմ առանց չափազանցության ես մարդկանց կերպարներով պիտի մեր ժողովուրդը մեր երիտասարդությունը դաստիարակվի որ իրենք համոզված ենք այսօր հաղորդումն էլ պարոն Ներսյան այդ նպատակին ձեր ասած այդ նպատակին կծառայի եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար այսօր վերջապես մեր հայրենակիցները իմացան թե ով է եղել իրականում Հայաստանի առաջին հանրապետության տարիների խորհրդարանի նախագահը։ Հարգելի բարեկամներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Ավետիք Սահակյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։